Հովանեսը մազերը կտրեց, երբ բանակ զորակոչվեց։ Պիտի 2 տարի ծառայեր, բայց բանակում մնաց 1 տարի 4 ամիս։ Ապրիլին վիրավորվեց ու զորացրվեց։ Չորս օրերի ընթացքում տանեցիները զանգում էին։ Հովանեսը ժամանակ գտնում էր նրանց հետ խոսելու։ Սուսերամարտիկ քրոջ հետ պայման էր կապել ու սահմանել հեռախոսազրույցների խիստ գրաֆիկ։ Հովանեսին ասացի, եթե օրվա մեջ 2 անգամ չզանգեցիր, գալիս եմ Ղարաբաղ։ Ինքը գիտեր, որ ես հաստատ կգնա իր հետևից, որովհետև ես չէի թողա ինքը կռվեր մենակ։ Որովհետև Հովանեսը զանգում է անդադ։ Մի հատ առավոտ, մի հատ իրիկու։ Պաշտպանում էր Թալիշի դիրքերը։ Ապրիլի 1-ին հանձնեց հերթափոխն ու իջավ Զորամաս։ Մի քանի ժամ անց նորից առաջնագծում էր, այս անգամ տագնապով։ Մարտերի ժամանակ բեկորից վիրավորվեց, վնասվել էր ոտքը, սակայն կռվել դեռ կարող էր, թիկունք չգնաց։ Վիրավորված վիրակապը դեռ վրան չէր իջե պոստերից, մնացել էր այնտեղ։ Հետո ապրիլի 5-ին խաղաղություն եղավ, նոր Հովանեսը իջավ Մարտակերտի հոսպիտալ։ Երկար չմնաց նաև հոսպիտալում։ Դիրքի հավաքը պետք է իր զինվորների հետ լիներ։ Կրծեր սերժանտը 1 ամիս էլ պաշտպանեց Թալիշը, մինչև որ վիրավորվեց 2-րդ անգամ Հրազենից, գլխի շրջանում։ 26 օր կոմայի մեջ էր Հովանեսը, արտանավից հետո 15 օր համարյա նոր զարթնում էր, դեռ զարթնում էր 15 օր, հետո կամաց վերականգնվեց։ Տան մի անկյունում Հովանեսի սայլակն է, դրանից օգտվում է խիստ անհրաժեշտության դեպքում, հիմնականում ձեռնափայտով է տեղաշարժվում ընտանիքի անդամների օգնությամբ, հիմա վերականգնողական կուրսեր է անցնում, բուժվում է Հայաստանում, արտասահման գնալու մասին չի էլ մտածում, վստահ է հայ մասնագետներն օտարներին չեն զիջում, վերջույթները դեռ թույլ են, դժվարանում է նաև խոսել։ Սիրած աղջիկ հո։ Չկա։ Շուտով ուրեմն։ Բազվի։ Իսկ որ ամեն ինչ կուղվի 21 տարեկան երիտասարդը չի էլ կասկածում։ 1 տարուց գլուխը կրկին պիտի վիրահատի։ Հետո գուցե վերադառնա հին սաներվածքին, ապա կամուսնանա ու կլինի այնպես, ինչպես հեքիաթներում։ Հենց երբ մտում է, միանգամից ձեռքին արված դաջվածքն է կարդում ու նորից շարժվում առաջ։ Գրիգոր Հարությունյան, Արեգ Եղիազարյան, Շուշան Սարգսյան, Կարեն Թադևոսյան, այսօր։